Մեր տաղավարում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը, բարի երեկո, շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն Բալասանյան, փաստացի, ինչպես ռեպորտաժում էլ տեսակ, Փաշինյանը արդեն հայտարարում է, որ ինքը լրջագույն լծակներ ունի ԵԱՏՄ-ում եւ առանց հայկական կողմի ցանկության Հայաստանը ոչ ոք չի կարող այդ կառույցի դուռը ցույց տալ, քանի դեռ Հայաստանը այդպես ինքնիշխան որոշում չի կայացրել։ Պուտինը միևնույն ժամանակ շարունակում է հորդորել, որ շտապի Հայաստանը եւ որոշում կայացնի, կամ դուրս է գալիս, կամ մնում է։ Ինչ կանխատեսում ունեք։ Ես կարծում եմ Հայաստանին այդպես կոպիտ դուռը ցույց չեն տալու, համենայն դեպս այս փուլում, բայց իհարկե որոշակի շտապողականություն արդեն երևում է եւ այսպես շտապեցնում են Հայաստանին արագ որոշում կայացնելու կամ Եվրոպական միություն կամ Եվրասիական տնտեսական միություն, բայց իմ խորին համոզմամբ այս ամենից կարելի է ուղղակի խուսափել, եթե շատ հանգիստ աշխատանք տարվեր եւ ամենակարևորը Եվրոպական միություն մտնելու այդ կասկածելի օրենքը չընդունվեր։ Ուղղակի պետք էր օգտվել այն հանգամանքից, որ Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական կառույց է եւ ուղղակի հանգիստ բացատրել մեր գործընկերներին, որ տնտեսական առումով որևէ խնդիր չունենք, մենք ուղղակի որոշակի ուղղություններ կատարելագործելու համար եվրոպական փորձն ենք ցանկանում կիրառել Հայաստանը ավելի լավը դարձնելու եւ ավելի այսպես ժամանակակից դարձնելու համար։ Նման ձևակերպման պարագայում ես չեմ կարծում, թե այնտեղ որևէ խնդիր կարող էր առաջանալ, բայց նման օրենք ընդունելուց հետո հայտարարել, որ մենք կմնանք այնքան մինչև մեզ այնտեղից չեն հրավիրի, սա միջազգային հարաբերությունների պրակտիկայում նման դեպք ես չեմ հիշում, որ տնտեսական միության անդամ երկիրը նման կերպ պատասխանի իր գործընկերներին։ Տեսեք, անգամ BRICS-ի անդամ Բրազիլիան Միացյալ Նահանգների հետ շարունակում է պահպանել նորմալ տնտեսական հարաբերությունները եւ Հյուսիսային Ամերիկայի եւ առհասարակ Ամերիկայի երկրների հետ շարունակում է պահպանել եւ չի ասում, որ մենք կմնանք այնքան, մինչեւ BRICS-ում մեր կարգավիճակը կավելանա կամ եւ այլն եւ այլն։ Որևէ դեպք չի եղել նման, ուրեմն, որ միջազգային հարաբերություններում այսպիսի խոսույթ կիրառվի կամ այսպիսի այսպես գործիքակազմ կիրառվի։ Ես կարծում եմ պետք չէր սրել իրավիճակը, իսկ թե կարող են հանել, չեն կարող հանել, սա կարող է որոշել միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն նիստում։ Այս անգամ կարծում եմ ուղղակի խնայվեց, չցանկացան իրավիճակը շատ ավելի սրել եւ այս անգամ սահմանափակվեցին ուղղակի հորդորով, բայց միևնույն ժամանակ եւս մեկ անգամ մատնանշելով, որ երկար ժամանակ չկա, ժամանակ տրվեց, բայց միևնույն ժամանակ ասվեց, որ երկար ժամանակ չկա եւ Հայաստանը պետք է ընտրություն կատարի, սա էր, որ պետք էր խուսափել սրանից։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով այդպիսի բան ձևակերպում չի անում, բայց մերձ իշխանական լրատվամիջոցները երբ ուսումնասիրում ես, ակնհայտ է դառնում մի այսպիսի թեզ, համաձայն որի Ռուսաստանը հենց նախընտրական շրջանում է սկսել ճնշումներ բանեցնել Հայաստանի վրա եւ հորդորել որոշում կայացնել ԵԱՏՄ ԹԵ-ը, որովհետեւ այդպես ցանկանում է ներազդել ընտրական process-ների վրա։ Գիտեք, մինչ այդ էլ բավականին այսպես երկար աշխատանք է տարվել, հա, այսպես աշխատանք ճակերտների մեջ վերցնենք, եւ դա է հանգեցրել իրավիճակի նման բնույթ ստանալուն։ Ես պատահական չասեցի նույն Եվրոպական միության անդամ դառնալու մասին օրենքի ընդունումը, որը որևէ պարտավորություն չի տալիս ԵՄ-ին Հայաստան ընդունել իր կազմ։ Հետո այդ հիբրիդային պատերազմի հետ կապված այդ խոսույթի բացումը, որ Եվրոպական միությունից օգնություն խնդրել հիբրիդային պատերազմում Հայաստանին աջակցելու համար կամ Հայաստանի դեմ հայտարարված է հիբրիդային պատերազմ, բայց բոլոր թշնամիներին թողնել մի կողմ եւ սլաք ուղղել միայն մեկ պետության վրա։ Եվ ասել, որ այդտեղից է հիբրիդային պատերազմ, այսինքն իրավիճակի սրացումը եղել է այսպես աստիճանաբար եւ այնպես չի որ մեկ օրում է եկել եւ այս վիճակին հանգել։ Դրա համար պետք է երևի տնային աշխատանք իրականացնել եւ փորձել հասկանալ, թե ինչը եղավ պատճառը, որ մենք այսօր կանգնած ենք լրջագույն ճգնաժամի առաջ եւ երկկողմ հարաբերություններում եւ նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններում, քանզի ամեն ինչ էլ կարելի է խոսել, բոլորին էլ կարելի է մեղադրել,
բայց փաստը մնում է փաստ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին վարած քաղաքականության արդյունքում տուժում է։ Նշանակում է այդ քաղաքականությունը միգուցե եւ այդքան էլ չէր բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից, հատկապես մեր արտադրող ընկերությունների եւ այնտեղ ներառված քաղաքացիների շահերից։ Սրա մասին է պետք մտածել, ինչն էր պատճառը, որ այդ եվրոպական ուղղությունը հանկարծ դարձավ չափից դուրս օրակարգային Հայաստանի համար, այն բaragam, երբ այո, եվրոպական միության ընդլայնման եւ եվրոինտեգրման այս ուղղությունը եղել է դեռևս 2001 թվականից սկսած, երբ Հայաստան դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, բայց դա երբեք չի խանգարել մեր հարաբերություններին մյուս հարևանների եւ մյուս տնտեսական այսպես ակումբների հետ ունեցած մեր հարաբերություններ։ Ինչն է պատճառը, որ մենք այսօր ունենք լրջագույն ճգնաժամ։ Այս հարցին է պետք պատասխանել, թե չէ մենք կարանք, մեզ չեն կարող, մենք կարող ենք, մեզ չեն հանի, մենք մնանք եւ այլն եւ այլն։ Սա որևէ կերպ դրական կերպով չի ազդում այս ճգնաժամի կարգավորման վրա, ավելին, սա ավելի է խորացնում այդ ճգնաժամը, որը շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեր տնտեսության համար։ Սրա մասին պետք մտածել, իսկ թե նախընտրական շրջանը միգուցե համընկավ, միգուցե ոչ, բայց նախընտրական շրջանում էլ այս հատվածում էլ այսպես շրջանը համընկավ Հայաստանից ամենամեծ ծավալներով պտուղ բանջարեղենի արտահանման շրջանին։ Այսինքն, եթե լիներ ընտրությունները դեկտեմբերին, միգուցե այսքան սուր չէր դրվի այս հարցը եւ միգուցե այսքան սուր մեր քաղաքացիները չէին արձագանքի եւ չէին զգա, բայց այնպես է ստացվել, չգիտեմ միտումնավոր թե ոչ, այսպես անմեղության կանխավարկածը ոչ ոքի հետ կապված չեմ ուզում խախտել եւ ինչ որ մեղադրել, բայց հիմա մենք ունենք այն, որ այս նախընտրական շրջանը համընկել է Հայաստանից ամենամեծ ծավալներով պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնին, որը որ այսպես այդ ուղղությունը ստեցության գտնում է փակուղային վիճակում։ Պատասխանատուների հայտարարությունը, թե ավելի լավ մեր քաղաքացիները էժան գյուղմթեր կգնեն այս սրանով պայմանով, սա լուրջ չի։ Հայաստանը չի կարող այդքան մթերք սպառել։ Եթե սպառող լիներ, արտահանման համար ոչինչ չէր մնա։ Սրա մասին դեռ առանցին խոսելու ենք, տեսեք, այս փուլում Նիկոլ Փաշինյանը հիմնական խնդիր եւ սպառնալիք է իբրև դիտարկում Ռուսաստանից հնչող այն, որ գազի գինը կարող է բարձրանալ, եւ ի պատասխան դրա ուղիղ ասում է, որ ահա մենք շուտով կգործարկենք թրիփը եւ թրիփի շնորհիվ կունենանք ընդհանուր սեփական գազ եւ չենք մնա ռուսական գազի հույսին։ Բայց Ռուսաստանը մեզ հիմա է դուրս հրավիրում ԵԱՏՄ-ից։ Ինչքան ժամանակ պետք կլինի, օրինակ, եթե ենթադրենք, որ թրիփը իրոք այդ հարցը կլուծի, ինչքան ժամանակ պետք կլինի, որ այդ ուղիները նախ ստեղծվեն, հետո այդ խողովակաշարերը ի վերջո ունենանք եւ դրանցով գազ հոսի Հայաստան, օրինակ։ Եկեք հասկանանք նախ թրիփը ինչպես է լուծելու այդ հարցը, մի փոքր ինձ համար անհասկանալի է, բայց եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանից մենք գազ ենք բերում։ Հիմա որտեղով պիտի գա այդ գազը։ Բնականաբար Մազդոկ Երևան գազատարով այդ գազը չի գալու, որովհետև Մազդոկ Երևան գազատարը այն ժամ կառուցվել էր Խորհրդային Միության կողմից, հետո դա անցել է Ռուսաստանին իբրև իրավահաջորդի։ Հետևաբար այդ գազատարով Ռուսաստանը ուղղակի թույլ չի տալու, որ Ադրբեջանը գազ մատակարարի Հայաստանին։ Իրանով էլ չի գալու, քանզի կոմունիկացիոն եւ լոգիստիկ առումով անհնար է Իրան-Հայաստան գազատարին միացնել ադրբեջանական գազատարը։ Հիմա պետք է նոր գազատար կառուցվի դեպի Հայաստան։ Իսկ Ադրբեջանի գազի հատվածը գտնվում է Կասպից ծովում, Կասպից ծովի Բաքվի հարակից Սումգայիթ եւ այլ այդ հատվածներում։ Հիմա այնտեղից ինչպես պիտի կառուցվի գազատարը, սա մեկ, եւ երկրորդ, ինչքան կտևի այդ գազատարի կառուցումը եւ ով է վճարելու դրա համար։ Ադրբեջանը վստահ եմ չի վճարելու, որովհետեւ դա Ադրբեջանին պետք չի, բայց Ադրբեջանին պետք է որ Հայաստանում լինի էներգետիկ ճգնաժամ։ Դրա փոխարեն Ադրբեջանը կարող է Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել, դա ուրիշ հարց է, բարձրավոլտ էներգահամակարգին Հայաստանին միացնելով Թուրքիա-Ադրբեջան էներգահամակարգին, բայց գազի, զուտ բնական գազի հետ կապված, սա անլուծելի կամ գրեթե անլուծելի խնդիր է, ես կարծում եմ ավելի մանրամասն մասնագետները սրան կանդրադառնան, բայց թրիփում համենայն դեպս նշված չի, որ Հայաստանը գազ է ստանալու։ Թրիփի մասին պայմանագիրը, դա ուղղակի տրանզիտի մասին պայմանագիր է, Հայաստան ուղղակի ճանապարհ է տալու, որը որ կառավարվելու է ամերիկյան կորպորացիայի կողմից, որից Հայաստան ընդամենը ունենալու է 26%։ Հիմա այդ 26%-ը գումարի տեսքով թե գազի տեսքով դա այլ հարց է, բայց գազ պիտի լինի, որ գազի տեսքով այդ ամեն ինչը փոխհատուցվի։ Սա
անիրականանալի ըստ էության եւ տնտեսապես բավականին անարդյունավետ ծրագիր է, որը որ ավելի շատ հարցեր է առաջացնելու, քան տալու այդ հարցերի պատասխանները։ Մյուս կողմից Դոնալդ Թրամփը շարունակում է հրապարակային աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, վերջին իր ուղերձում հայտարարել է, որ Փաշինյանը իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ եւ անվտանգ, կիսում է իր խաղաղության եւ բարգավաճման տեսլականը Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Մինչեւ այս հայտարարությունը տպավորություն էր, թե Թրամփը անժամանակ հետաձգել է։ Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում, որ Իրանում գործողություններով պայմանավորված Թրամփը հետաձգել է TRIP նախագիծը, այլևս առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգներում։ Ձեր տպավորությամբ այս պահին ինչքանով է այն առաջնահերթություն։ Ես կարծում եմ TRIP-ը շարունակում է մնալ ոչ առաջնահերթ Միացյալ Նահանգների համար։ Ուղղակի իրենց պետք է իրավիճակի պահպանում TRIP-ը հետագայում միգուցե շահգործելու համար։ Այն, որ Իրանը բավականին կտրուկ եւ կոշտ դիրքորոշում է զբաղեցնում TRIP-ի հետ կապված, այս պայն դրա իրագործումը անիրականանալի է։ Կլինի TRIP-ի հարցը Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների օրակարգում, մենք կտեսնենք։ Իրանը կգնա որոշակի զիջումների TRIP-ի հետ կապված, օրինակ դրա դիմաց մի քանի տասնյակ միլիարդ ակտիվները ապասառեցնելու դիմաց, միգուցե, բայց այս պահին TRIP-ը Միացյալ Նահանգների համար մնում է անիրականանալի, ինչքան էլ Թրամփը դրա մասին հայտարարի։ Թրամփի հայտարարությունը ուրիշ բանի մասին է։ Թրամփի հայտարարությունը այն մասին է, որ իրենք ցանկանում են, որ ներկա վիճակը մնա, ներկա վիճակը պահպանվի, որը հնարավորություն կտա նրանց ցանկացած պահի կրկին օրակարգ բերել TRIP-ի հարցը, միգուցե Իրանին ստիպելով գնալ զիջումների։ Հասկացա, պարոն Բալասանյան, վերադառնանք մի պահ նորից Աստանա, ԵԱՏՄ նիստից հետո Պուտինը շատ երկար խոսեց Միությունում Հայաստանի հետագա գործունեության կամ դրա դադարեցման մասին, սուր գնահատականներ տվեց ու հայտարարեց, որ Հայաստանը հնայի 14%-ը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում։ Գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, դուք սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա։ Նիկոլ Փաշինյանն է 2017-ին խորհրդարանում ներկայացնում է իր ղեկավարած ելք դաշինքի առաջարկած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծը։ Հանդես կգա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ տարի անց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացավ, որ հայտարարում էր, թե ԵԱՏՄ-ն սպառնալիքներով է Հայաստանը պահում միության կազմում եւ վճռեց դուրս չգալ ԵԱՏՄ-ից, որովհետեւ ասաց, աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են վնասել տնտեսությանը։ Մեր այսօրվա Այդ օրվանից նա փաստացի որդեգրեց ԵԱՏՄ-ից դանդաղ ու աննկատ ծլկելու քաղաքականություն։ Չկորցնել ԵԱՏՄ-ի տված արտոնությունները, բայց ռուսների աչքից թաքուն սիլի-բիլի անել Եվրոպայի հետ։ Փաշինյանի քաղաքական շուստրիությունը բացահայտվեց, երբ ռուսների ու եվրոպացիների հարաբերությունները դարձան ակնհայտ թշնամական։ Մոսկվան հնարավոր սաստիկ տուրբուլենտությունից առաջ ցանկացավ հստակեցնել, ովքեր են իր ընկերները, ովքեր թշնամիները, ու խնդրեց Հայաստանին կողմնորոշվել։ Простите, у тех, кто пытается это Հաշվարկել է Հայաստանի ղեկավարությունը այն ռիսկերը, որ առաջացնում է իր ժողովրդի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպի Եվրամիություն քայլելու որոշմամբ, հարցրեց Պուտինը։ Русский и армянский народ связывают узы дружбы. Ռուս եւ հայ ժողովուրդները կապված են դարերի բարեկամությամբ, առանց որևէ չափազանցության։ Ռուսաստանի եւ հայ ժողովրդի միջև հատուկ հարաբերություններ են։ Ես Նիկոլ Վովայևիչին էլ ասացի, նա կհաստատի դա։ Ես նրան ասացի, ամեն ինչ լավ է հայերի համար, ընդունելի է եւ լավ է Ռուսաստանի համար։ Արեք այնպես, ինչպես ցանկանում եք, ելնելով հայ ժողովրդի շահերից։ Всё, что хорошо для армян, приемлемо и хорошо для России. Դուք հիմա իշխանության գլուխ եք եւ պատասխանատու եք որոշումներ կայացնելու համար։ Ինչպես ասեք, այնպես էլ կլինի։ Եվ ինչ որոշումներ էլ կայացվեն, չեն փչացնի մեր հումանիտար ու քաղաքական կապերը։ За принятие решения, как вы скажете, так и будет. Բայց այս դեպքում մենք խոսում ենք զուտ տնտեսական հարցերի մասին։ Ամեն ինչ պետք է հաշվարկվի, ուշադիր ուսումնասիրվի եւ որոշում կայացվի։ Внимательно посмотреть и сделать решение, и принять решение. Մենք Ռուսաստանի գործընկերների հետ հանգիստ առանձնյարդի համբերատար կաշխատենք եւ բոլոր խնդիրները կլուծենք։ Առանց նյարդի շփման մասին կարծես միայն Փաշինյանն է խոսում։ Պուտինը համենայն դեպս դիմում է հայ ժողովրդին, իր բերանով ներկայացնելով ԵԱՏՄ-ի առավելությունները։ Первое это доступ к большому и защищенному рынку. Նախ դա մուտքի իրավունք է ամբողջ ԵԱՏՄ-ի մեծ եւ պաշտպանված շուկա, անմաքս առևտուր։
Ընդհանուր տեխնիկական եւ բուսասանիտարական չափորոշիչներ, պարզեցված լոգիստիկա։ И фитосанитарные нормы. Մենք ընդհանուր սահման չունենք, բայց միևնույն է, ստեղծել ենք պայմաններ, որ ապրանքների եւ նույնիսկ ծառայությունների տեղաշարժը ապահովի տնտեսապես առավել շահավետ ձևով։ На передвижение товаров, да и услуги предоставлялись экономически наиболее выгодным образом. Արդյունքում կրկնել է Պուտինը, Հայաստանը գազ է գնում մի փոքր ավելի քան 150 եվրոյով։ Այն դեպքում, որ Եվրոպայում գազի 1 խորանարդ մետրի համար 600 եվրո են տալիս, գրեթե 3 անգամ ավելի։ К чему это приведет? Ինչի կհանգեցնի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը։ Նախ լիարժեք մաքսային վերահսկողության եւ մաքսային турքերի վերականգնման։ Մենք պետք է հաշվարկենք, թե սա ինչ է նշանակում։ Второе это прекращение признания документов. Երկրորդ, տեխնիկական կանոնակարգերի եւ բուսասանիտարական ստանդարտների ճանաչման դադարեցման։ Продукция сельского хозяйства идет на наш рынок. Գյուղատնտեսական արտադրանքը գնում է մեր շուկա։ Մենք կսկսենք չճանաչել այդ ստանդարտները։ Գուցե ճանաչենք եւ գոհ լինենք, բայց գուցե ոչ։ Ну, скажем, тоже вино. В Испанию, во Францию. Պետք է տեսնենք ուր կգնա այդ ապրանքը, ասենք նույն գինին, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Պորտուգալիա, ուր պետք է մտածենք։ Туризм, транспортные услуги и так далее. Կփոխվի ամեն ինչ՝ ծառայություններ, առևտուր, զբոսաշրջություն, տրանսպորտ։ Придется перейти к восстановлению. Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը։ Դա անխուսափելի է։ Սա փոխգործակցության առանձին շատ բարդ ոլորտ Это է։ неизбежно. Это отдельное, очень сложное. Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները։ Այժմ գործում են ներ-ռուսաստանյան սակագներ։ Դրանք կբարձրացվեն ու կհասնեն ԱՊՀ երկրների սակագների С մակարդակին։ внутренних российских. Сейчас действуют внутренние российские тарифы. Իհարկե, սա նշանակում է էներգակիրների գների բարձրացում, արձանագրել է Պուտինը ու առանձին խոսել աշխատանքային միգրանտների ճակատագրի մասին։ Применение к трудящимся из Армении. Հայաստանից եկած աշխատողների նկատմամբ կկիրառվեն այն պահանջները, որոնք գործում են ԱՊՀ երկրներից եկած միգրանտների համար։ Это значит, что нужно для работы в России будет. Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար պետք կլինի առնվազն 5 տարի բնակվել Все Ռուսաստանում։ должны четко, ясно, по-честному об этом говорить. Պահանջները շատ են։ Դա բոլորովին այլ պատմություն է։ Մենք պարզապես պետք է բոլորս այս մասին խոսենք հստակ եւ անկեղծ։ По нашим предварительным оценкам, Մեր նախնական գնահատականներով, նույնիսկ ոչ թե մեր, այլ փորձագետների գնահատականներով, սա կհանգեցնի Հայաստանի հնայի առնվազն 14%-ի կորստի։ Դա շատ է թե քիչ, այլ հարց է։ это другой вопрос. Փաշինյանը հավանաբար հաշվարկել է, որ ինչպես ինքն է ասում միլիարդների ու տրիլիոնների երկիր Հայաստանի համար, հնայի 14% անկումը մեծ բան չէ։ Նրան Ռուսաստանի արտգործնախարարն է պատասխանել. եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա, ասել է Լավրովը։ Ռուսաստանը թեկուզ մեջտեղից կիսվի, Փաշինյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ում խնդիր չունի։ Վաշինգտոնի հետ էլ ընտիր աշխատում է Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։ Մենք Միացյալ Նահանգների հետ պիտի իրականացնենք դա Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան, որովհետեւ կան միներալներ, որոնք 40-50 տարի առաջ ոչ մի հետաքրքրություն բացի գիտականից չեն ներկայացրել, իսկ այսօր նրանք էական նշանակություն ունեն։ Հենց այդ նպատակով է ըստ Փաշինյանի այս շաբաթ Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ճանապարհին Մարկո Ռուբիոն 50 րոպեանոց կանգ առել Զվատնոց օդակայանում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաստորագրել է TRIP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը, հաստատել Հայաստան Միացյալ Նահանգներ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը եւ ստորագրել փաստաթուղթ հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման մասին։ Գրիգոր Բալասանյանը դեռ մեր տաղավարում է, պարոն Բալասանյան, շատ փորձագետներ պնդում են, որ սա Մարկո Ռուբիոյի վերջին այցն էր Հայաստան, որովհետև Թրամփ-Ծիմփին հանդիպումից հետո ակնհայտ է դարձել, որ Միացյալ Նահանգները առհասարակ լքում է տարածաշրջանը։ Համաձայն եք այս գնահատականի հետ։
Թրամփի վարած քաղաքականությունը ինքնին բավականին հարցեր է առաջացնում։ Եվ Թրամփ Սի Ցզինպին հանդիպման ժամանակ Թրամփի արած հայտարարությունը եւ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունը առայն որ Միացյալ Նահանգները դադարեցնում է ժամանակավոր Թայվանի զենքի մատակարարումը, որովհետեւ ինքը այդ զենքը պիտի ապագայում օգտագործի Իրանի դեմ, դա ներքին լսարանի համար արված հայտարարություն է։ Խոսում է այն մասին, որ Թրամփին նաեւ դուրն են ցույց տվել Թայվանի հետ կապված։ Թրամփը հիմա շատ լավ հասկանում է, որ այն քաղաքականությունը, որ վարվում է նրա կողմից վերջին 2 տարիների ընթացքում, ուղղակիորեն ձախողված է։ Եվ Մերձավոր Արևելքում, եւ Հարավ-Արևելյան Ասիայում, եւ Ռուսաստանի հետ կապված, եւ Չինաստանի, եւ նաեւ Ուկրաինայի հետ կապված։ Դրա համար հիմա Թրամփը փորձելու է այս ամենից գոնե իբրև բիզնեսմեն օգուտով դուրս գալ։ Իսկ օգուտը 2 տարբերակ է։ Առաջին հերթին ուղղակի ման են գալիս թե աշխարհում որտեղ կան այսպես հազվագյուտ մետաղներ, որպեսզի այդ արդյունանումը վերցնեն իրենց ձեռքև, դրանից ուղղակի եկամուտ ստանան եւ Հայաստանն էլ այդ ցանկի մեջ է հայտնվել, ինչպես եւ Ուկրաինան, ինչպես եւ շատ այլ երկրներ։ Եվ երկրորդը Թրամփը պատրաստվում է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների, դրա համար ինքը պետք է շարունակի իրենից կերտել համաշխարհային խաղաղարարի դերը եւ ցույց տալ, որ ինքը անգամ եթե դժվում է դրանից Միացյալ Նահանգների շահերը, ինքը դա անում է հանուն խաղաղության եւ ինքը դա անում է իբրև համաշխարհային խաղաղարար եւ խաղաղասեր։ Բայց Ռուբիոյի այս վերջին այցը Հայաստան դա ըստ էության աննախադեպ էր ինչ առումով։ Հայաստան էլի են եկել պետքարտուղարներ, բայց Հայաստան պետքարտուղարները չեն եկել 40 րոպեով եւ չեն ավարտել իրենց հանդիպումը օդանավակայանում։ Սա մի տեսակ լուրջ տպավորություն չթողեց, ես Ռուբիոյի շատ ավելին էի սպասում անկեղծ ասած եւ Ռուբիոյի այցից շատ ավելին էի սպասում։ Եթե հասկանանք ինչ փաստաթուղթ ստորագրվեց, ապա այն թրիփի հետ կապված այդ հերթապահ բառակապակցությունները եթե մի կողմ դնենք, խնդիրը հազվագյուտ մետաղների մասին պայմանագիրն էր, ընդերքի օգտագործման եւ շահագործման մասին, բայց այստեղ խնդիր կա, այդ հազվագյուտ մետաղները պարունակող հանքավայրերի մի մասը գտնվում է ռուսական կապիտալ հսկողության տակ։ Ինչպես է հարցը կարգավորվելու։ Նույն Սյունիքում միաժամանակ մի քանի երկրների ներկայացուցիչներ կան հանքարդյունաբերության ոլորտում, հնդիկներ կան այնտեղ, ռուսներ կան այնտեղ, չինացիներն են հետաքրքրություն ներկայացնում սրա հետ կապված, Իրանը անտարբեր չի այդ ամենին, ինչպես է այս խայտաբղետ իրավիճակում Թրամփը կարողանալու գործել եւ ամենից կարևորը ինչ է դա տալու Հայաստանին։ Փաշինյանը սա գրեթե այլընտրանք է ներկայացնում ԵԱՏՄ-ին տնտեսական օգուտների առումով։ Տեսեք, հանքարդյունաբերությունը երբեք տնտեսական էֆեկտիվությամբ աչքի չի ընկել։ Հիմա ուղղակի մի թիվ ես ասեմ, երբ Հայաստանը նոր էր մտնում ԵԱՏՄ 2015 թվականին, մենք ԵԱՏՄ-ի մասնավորապես Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը 2.4 միլիարդ դոլարի շրջանակներում էր։ Նույնքան մենք ունեինք կամ գրեթե նույնքան Եվրոպական միության հետ, բայց Եվրոպական միություն գնում էր հանքաքար, այսինքն պատրաստի արտադրանք Եվրոպական միություն չէր գնում։ Այ եթե Հայաստանը այստեղ կառուցի մետաղաձուլական հսկայական գործարաններ, որտեղ հանքաքարը կձուլվի կդառնա մետաղ, որի վերջնական արժենքը 10 անգամ ավելին է, քան հանքաքարի արժեքը, դա կարող է ինչ-որ մի կերպ դիվերսիֆիկացվել եւ ցույց տալ, որ այն եկամուտները, որ մենք չենք ստանալու ԵԱՏՄ-ում, միգուցե Հայաստանը ստանա այստեղ մետաղը ձուլելով, բայց տասնամյակներ մեր հանքաքարը գնացել է Գերմանիա, այնտեղի մետաղաձուլական կոմբինատներում դա դարձել է մետաղ, Հայաստանի պետբյուջե վճարվել է բացառապես հանքաքարի համար եղած այդ հարկը, որը շատ քիչ է, բայց այն մետաղները, որոնք հետո վաճառվել են, այն հազվագյուտ մետաղները եւ գերթանկարժեք, որոնք ստացվել են ձուլումից, բայց դրանք ոչ միտեղ չեն երևացել, հիմա նույնն էլ հիմա է լինելու, այսինքն Տրամփի եւ ուրեմն մեր կառավարության միջև այդ հազվագյուտ մետաղների պայմանագրում ես չտեսա կետ, որ նախատեսվում է Հայաստանում օրինակ բղնձաձուլական գործարաններ կառուցել նաև, որի այսպես շրջանակներում այդ ամեն ինչը կդառնա պատրաստի արտադրանք։ Իսկ եթե ենթադրենք, որ մի քանի կոմպոնենտով է փորձելու Փաշինյանը, այսպես ասենք, բալանսի բերել, հա, ԵԱՏՄ-ի բացը խոսվում է նաև այն մասին, որ թուրքերը կարող են մեզ այլընտրանքային ճանապարհներ առաջարկել, օրինակ, Ախալքալակ կարզ երկաթուղին է արդեն բաց ըստ
Նիկոլ Փաշինյանի Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար, թեև ոչ թուրքական կողմից, ոչ էլ վրացական կողմից ոնց որ պաշտոնական հաստատումներ չկան, միայն ՔԼՉ Փաշինյանի ստատուսը, այսպես ասած, տարածել էր հենց հայերեն տարբերակով։ Կարծում եք հավանական է երկաթուղու այսպես լայնածավալ կիրառությունը եւ արդյոք դա այլ ընտրանքային շուկա է այսպես մեծ համար։ Եկեք մենք հասկանանք ինչ է իրենից ներկայացնում Բաքու ախալքալակ կարս երկաթգիծը։ Երբ երկաթգիծը հանձնվեց շահագործման, հզորությունը սահմանվում էր, որ ուրեմն 5 միլիոն այսպես տոննա բեռ է այդ երկաթգծով անցնելու։ Բայց անցյալ տարի դա եղել է ընդամենը 120,000։ Այսինքն նախատեսված հզորությունից անգամներ քիչ։ Վրացիներն էլ սա նույն Սաակաշվիլին, որ մեզ խորհուրդներ է տալիս Ռուսաստանից կտրվելու եւ այլն, Սաակաշվիլին ինքը այսպես աղետ բերեց Վրաստանի գլխին, միանալով Բաքու ախալքալակ կարս երկաթգծին։ Ինչով։ Վրաստանի Սևծովյան նավահանգիստները շահագործվում էր բացառապես Հարավային Կովկասի երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Երբ այդ երկաթգիծը բարձվեց, հիմա ադրբեջանցիները Տրապիզոնում ունեն իրենց տերմինալը, Տրապիզոնով շատ արագ, ընդամենը այնտեղ մոտ 200 կիլոմետր է հեռավորությունը, երկաթգծով հասցնում են Կարս եւ անվճար տանում են Բաքու։ Այսինքն վրացական ծովային նավահանգիստներից իրենք չեն օգտվում։ 50%-ով նվազել է օգուտները։ Հիմա այդպես որ խոսում են, թող գնան եւ վրացիներին հարցնեն, իրականում սա օգուտ տվեց թե չէ։ Լավ, ընդունենք Կարս, նախ Գյումրի Կարս երկաթգիծը մենք թողած մենք ընկել ենք Բաքու ախալքալակ Կարս երկաթգծի հույսին ենք մնացել, որը տնտեսական առումով շատ ավելի թանկ է մեր վրա լինելու, քան միանգամից կպնելը։ Եվ հետո Թուրքիայից ինչով ենք տանելու Եվրոպա։ Այդ ուղին ո՞րն է լինելու։ Եթե Եվրոպան չի ընդունում քո արտադրանքը, ասում են քո արտադրանքը սերտիֆիկացված չէ մեր ստանդարտներով, հետեւաբար մեր ստանդարտներին չի համապատասխանում։ Դե հիմա Փաշինյանն էլ ասում է շատ լավ, ռուսները ֆիտոսանիտարական խնդիրներ են տեսնում մեր ապրանքներում, որովհետև դրանք կան, եվրոպացիք էլ կտեսնեն քանի կան, բայց ահա եթե մենք դրանք վերացնենք, մեր առաջ կբարձվի 7 միլիարդանոց շուկա։ Ես ճիշտն ասած գիտեմ, որ Եվրոպայի բնակչությունը 500 միլիոն է։ Ինքը ամբողջ աշխարհը ենթադրում եմ նկատի ունի։ Հա, չգիտեմ ինչ են, ոնց են հաշվել, բայց օրինակ, չգիտեմ, տեղյակ են թե ոչ, դեռ 2021 թվականին ռուսական երկաթուղին պաշտոնապես դիմել էր բոլոր գործընկերներին եւ նշել, որ ռուսական երկաթգիծը պատրաստ է արտադրանքը իր երկաթգծով բոլոր երկրների արտահանել դեպի Չինաստան։ Նվազագույնը 1.5 միլիարդ շուկա։ Հիմա մենք Իրանի վրայով հնարավորություն ունենք Իրան-Հայաստան երկաթգիծը շատ կարճ հատվածը կառուցելով միանալ միանգամից Չինաստանի երկաթգծին եւ շարունակել մեր, այսինքն տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է, բայց այստեղ մի հատ հանգամանք էլ կա, որի վրա կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել։ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար տարեկան մոտ 1 միլիոն աշխատատեղ է ապահովում։ Այսինքն 500-ից 600,000 մեր ժամանակավոր աշխատողները, որ գնում են այնտեղ, հա, սեզոնային աշխատում եւ հետ են գալիս, արտագնա աշխատանք են մեկնում, եւս մոտ 400,000 մարդ Հայաստանում ներգրաված է գյուղ ոլորտում եւ վերամշակման արդյունաբերությունում է աշխատում։ Եվրոպան կարողանալու է մեր համար 1 միլիոն աշխատատեղ ապահովել։ Մեր արտագնա աշխատողները կարողանալու են նույն կերպ առանց պատենտների կամ գրեթե առանց խնդիրների, ինչպես հիմա գնում են ռուսական տարբեր քաղաքներ եւ ԵԱՏՄ տարբեր քաղաքներ աշխատելու, գնան, ասենք, Բրյուգեում աշխատեն, Փարիզում, ասենք, ասֆալտ փռեն, չգիտեմ, Բելգիայում ինչ որ շինարարություն անեն։ Այդ մարդիկ կարողանալու են օգտվել այդ, եթե կարողանալու են, եթե Եվրոպական միությունը պատրաստ է իր վրա վերցնել, կրկնում եմ, շուրջ 1 միլիոն մարդու բավարար գումարով աշխատանք ապահովելու պարտավորությունը քավլիցի, բայց մի տեսակ դեռ կարծում եմ շուտ է նախ դրա մասին խոսելը, եւ երկրորդը Եվրոպական միության ընդլայնման քաղաքականության փաստաթղթերը, երբ որ մենք նայում ենք, առնվազն մինչև 2027-28 թվականները Հայաստանի մասին ոչինչ չկա, անգամ խոսք չկա Հայաստանի մասին։ Ավելին ես ձեզ ասեմ, Եվրոպական միությունում այսօր կարծիքներ կան, որ ավելի լավ է, օրինակ, աղքատ
չգիտեմ, Չեռնոգորիան կամ աղքատ Ալբանիան ԵՄ անդամ դարձնելու փոխարեն կենտրոնանալ հյուսիսային երկրների վրա, Նորվեգիա, Շվեդիա եւ նրանց դարձնել Եվրոպական միության, Իսլանդիա, որտեղ նրանք ավելի հարուստ են եւ բացի այդ նրանց օրենսդրությունը մոտ 80%-ով համապատասխանում է Եվրոպական միության օրենսդրությանը։ Բայց նրանք էլ ոնց որ շատ չեն ուզում։ Իհարկե, եթե շատ ուզենային, Մեծ Բրիտանիան դուրս չէր գա Եվրոպական միությունից։ Եթե Եվրոպական միությունը այդքան լավն էր, բայց այստեղ մի հանգամանք էլ կա, խոսեցինք Մեծ Բրիտանիայի մասին, շատ կարճ մի բան էլ ասեմ։ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պատճառներից մեկը որն էր, որ Եվրոպական միության քվոտաներից Մեծ Բրիտանիան այլևս չցանկացավ օգտվել, այսինքն ընդունել ներգաղթյալներ։ Հիմա Հայաստանը, որ օրինակ մի օր դառնում է Եվրոպական միության անդամ, Հայաստանի դիմաց պարտավորություն է, այսինքն երբ որ դառնում է, հետեւաբար ավտոմատ ստանձնում է պարտավորություն։ Օրինակ ընդունել Մալիից կամ, չգիտեմ, Բուրկինա Ֆասոից կամ Սոմալիից X թվով ներգաղթյալներ, որոնք հիմա գտնվում են Հունաստանի եւ Իտալիայի ճամբարներում։ Հայաստանը կարողանալու է այդ ամեն ինչը անել։ Եվ ինչպես ենք մենք դա պատկերացնում, ախր սրանք հարցեր են։ Տեսեք, Եվրոպական միությունը միայն վիզա չի, եւ միայն առանց վիզայի գնալ ման գալ։ Սա տուրիստական ծրագիր չի, սա դարակազմիկ եւ պետության համար տասնամյակների ապագա որոշող ծրագիր է, որը շատ դուրս կշռադատել է։ Վիզաների ազատականացման համար կարելի է բանակցել նաեւ առանց Եվրոպական միության։ Ավելին Հայաստանում ցանկացած քաղաքացիով, ով հնարավորություն ֆինանսական ունի գնալու Եվրոպա, 90%-ը տուրիստական ընկերությունների միջոցով այդ վիզաները ստանում են, այսինքն այդ խնդիրը բերել առաջին պլան եւ դա դարձնել օրհասական։ Ես կարծում եմ սա արհեստական է։ Մինչ Փաշինյանը փորձում է համոզել մարդկանց, թե իրեն հաջողվել է ճեղքել 35 տարվա շրջափակումը եւ Հայաստանի առաջ 7 միլիարդանոց շուկա բացել, Լարսի անցակետում պարզապես լացում են հայ վարորդները։ Թոշնում է հայ-ռուսական բարեկամության պարտեզը։ Ծաղիկներից հետո պտուղ բանջարեղենի ներկրումն է սահմանափակել Ռուսաստանը։ Ստանդարտներին չհամապատասխանելու, ջրում հիդրոկարբոնատների, քլորիդների եւ սուլֆատների նորմայից շատ լինելու հիմնավորմամբ 65 միլիոն շիշ ջերմուկի վաճառքն է նաեւ արգելվել Ռուսաստանում։ Չնայած Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է, որ իրենց փորձաքննությամբ ջերմուկ հանքային ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։ Լարսի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են արգելափակված մնում։ Իրանց տամոժնիկները ասում են, всё, փակել ենք, ոչ միրգ, ոչ բանջարեղեն, օֆիցիալ անցի 30-ից այս երկիր բան չի մտնի միրգ ու բանջարեղեն, հայկական արտադրությամբ, ծիրանն են արգելում, ասում են չկա դες բան, որ ծիրան գա։ Փաշինյանը, որ իր կառավարման տարիներին Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը շեշտակի ավելացրել է, հիմա պնդում է, թե մեր առաջ 7 միլիարդանոց շուկա կա բացված։ 7 միլիարդանոց շուկա կա աշխարհում եւ այդ բոլոր շուկաները այսօր բաց են Հայաստանի Հանրապետության համար։ Մենք ընդհանուր Եվրամիության արտահանման դեպքում մաքսատուրքի վճարման աջակցության ծրագիր ենք ստեղծել եւ այլն եւ այդպես շարունակ։ Նրա հայտարարություններից տրաքում է փչացող ապրանքը բեռնատարի թափքում անհույս սպասող վարորդի սիրտը։ Մի հատ բերի անուն տվեք մի հատ ու ինչ ուղղությամբ տանեք։ Մի հատ էլ բերի անուն տվեք, հա։ Կոնյակ Ֆրանսիա։ Դու ձեր ասածին հավատաք։ Եթե 7 միլիարդանոց շուկա է բաց Հայաստանի առաջ, իրենք ինչ գործ ունեն Լարսի հուսալքության խցանման մեջ։ Եթե դուք ինչ-որ մի հատ մոստ պիտի քանդեք, այդ մոստը մի հատ ալտերնատիվ պիտի ունենա։ Կողքից մի հատ մոստ սարքեք, նոր քանդեք։ Հիմա դու դրել եք, էսի քանդել եք։ Հայաստանը բլոկադայի մեջ է արդեն։ Հայաստանը 10 օր է դու։ Այդ պրոստո ես զարմանամ, ով որ տեղյակ չէ, Ռուսաստանից ցորեն ամեն ինչ է Ռուսաստան 90% է Ռուսաստանի հետ է ձեր ներմուծումն ու արդահանում, այդ ավետան ինչ Թուրքիա դու ինչը պիտի տանիս լստե ծիրան ուժ պիտի տանիս Ֆրանսիա Չէ կոնյակը ուժ տանիս Ֆրանսիա տանիս Իտալիա ուր տանիս իրանց կոնյակի կողքը տնես որին ինչ պրիտոմ դու հայտարարել ես որ այդ մերը կոնյակ չէ մերը չայի գույնն է Սերդեչնի պրիվետ են ուղարկում ռուս մաքսավորները Հայաստանի կառավարության շենք Իսկ հայ տնտեսվարողին հաջողություն մաղթում եվրոպական շուկան գրավելու ճանապարհին։ Չնայած անգամ եվրոպական ընտանիքի անդամ Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան չեն կարողանում իրենց ապրանքների մեծ մասը վաճառել, օրինակ Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Դեն մենք տանում են թափում են այնտեղ ծաղիկները, այնտեղ ամբողջ այդ բոլոր տեղում են նայում են արդեն ծաղիկը ոչ ծախվում է, ոչ
Ռուսաստան են կարողանում ուղարկել, շատ վատ վիճակի մեջ են։ Պարզապես աղբն են շպրտում վարկով աճեցրած ծաղիկները Ծիածան գյուղում։ Արմավիրում շատ ծաղկեգործներ դեռ անցած տարի են քանդել իրենց ջերմոցները, ծաղիկների փոխարեն միրգ բանջարեղեն ցանել։ Հիմա դա էլ չի ընդունում Ռուսաստանը։ Այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առաջ։ ՀԱՏՄ-ն փակել է մեր բոլոր ճանապարհները։ Այս խնդիրը քաղաքական է, կախված մեր քաղաքական ղեկավարներից։ Այս իշխանությունը չի ուզում աշխատի։ Իրանց հակառուսական քարոզը բերեց սա գյուղացիքի դժբախտությունը։ Հետևը սուր, առաջը ջուր։ Այս մարդիկ անգամ արտագաղթելու մասին են արդեն վախով մտածում։ Լսել են, որ շուտով աշխատանքային միգրանտների կյանքն էլ է դժոխք դառնալու Ռուսաստանում։ Շարունակում ենք զրուցել Գրիգոր Բալասանյանի հետ, պարոն Բալասանյան, ստացվում է Հայաստանը առանց ջուրը տեսնելու հոպ է ասել եւ շտապել է Եվրամիության գիրկը նետվել, երբ այնտեղից դեռ հրավեր չկար, բայց ԵԱՏՄ-ն էլ արդեն մեր առաջ փակվում է փաստացի։ Ինչ խնդիրների սա կարող է բերել, եթե խնդիրները լարսում չլուծվեն օրինակ։ Սա լրջագույն խնդիրների է բերելու, եթե մի պահ բոլորս լրջանանք եւ հասկանանք իրականում ինչի հետ գործում ենք։ Անցյալ տարի միայն մոտ 50 թե 60 հազար տոննա ծիրան է արտահանվել։ Սա հսկայական գումար է։ Այսինքն սա մոտ $100 միլիոն եւ ավել։ Դրան գումարած մյուս պտուղ բանջարեղենը, դրան գումարած ծաղիկները։ Գիտեք, Հայաստանից ծաղիկներ էր արտահանվում եւ շատ ժամանակ ուղղակի դրա վրա աչք էր փակվում։ Որտեղ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի տարածքը անգամ այնքան մեծ չի, որ օրինակ 140 միլիոն վարդ աճեցնեն Հայաստանում։ Եթե այդ 140 միլիոն վարդը Հայաստանի ողջ տարածքով սփռենք, միգուցե Հայաստանի տարածքը չհերիքի, ցամաքի մասին է խոսքը։ Այսինքն այն, որ երրորդ երկրներից Հայաստանով ռեէքսպորտ է եղել, այն, որ Նորվեգիայից, որի մասին նաև խոսում էին, ձկնեղենա որոշակի բերվել եւ Հայաստանի մագնշմամբ արտահանվել եւ այլն, այդ միշտ է եղել։ Բայց դրա վրա ինչ-որ առումով աչք է փակվել, որովհետև դա նպաստել է տնտեսության ակտիվության եւ տնտեսության զարգացմանը։ Հիմա այս ամեն ինչը փակվում է։ 50-ից 60 հազար տոննա ծիրանը, մոտ 100 հազար տոննա պտուղ բանջարեղեն է միայն եւ ավել։ Մենք որտեղ ենք վաճառելու։ Եկեք այս բոլոր այս հուզական բաները դնենք մի կողմ, հա, ովին։ Մենք դա որտեղ ենք վաճառելու։ Վրաստանը չի գնելու, որովհետեւ Վրաստանը այդքան սպառելու հնարավորություն չունի։ Թուրքիան ինքն ունի նման արտադրանք եւ բնականաբար եւ ադրբեջանցիները եւ թուրքերը հիմա ուղղակի ձեռքերն են շփում իրենց, որ հսկայական ռուսական շուկան բացվեց իրենց համար փաստացի։ Այստեղ շահելու է միանշանակ Ուզբեկստանը եւ վերցնելու է այն նիշան, որ միշտ մեր հայ արտադրողներն էին վերցրել, մեր գյուղացին մնալու է սեփական խնդիրների հետ դեմ հանդիման։ Լարսում հնարավոր չի լինելու այս ամեն ինչն անցկացնել։ Կբանակցենք ինչի այդպես հարցեր ենք լուծել եւ այլն, տենց անպագորգոր հայտարարությունները միգուցե կարճաժամկետ որոշակի էֆեկտ կարող է տալ, բայց եկեք մի հատ հասկանանք, իրականությունը սա ողբերգություն է։ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է ծանրագույն խնդրի առաջ։ Եվ այդ խնդիրը իմ խորին համոզմամբ ստեղծվել է արհեստականորեն։ Իսկ երբեք այդ խնդիրը չի եղել։ Սա արհեստականորեն գեներացվել է։ Եվ այն մարդիկ, ովքեր եվրոպացի պաշտոնյաները եւ առաջին դեմքերը, ովքեր ծափահարում էին, ովքեր բարձր գոռում էին բրավո եւ այլն, թող գան տեր կանգնեն։ Եթե այդ մարդիկ ներկայացվում էին իբրև Հայաստանի անշահախնդիր բարեկամներ։ Ուր է պարոն Մակրոնը։ Հիմա պիտի Փարիզի, Մարսելի, Լիոնի շուկաները լեփ-լեցուն լինեին հայկական արտադրանքով։ Ուր են այդ մարդիկ։ Չկան։ Հիմա Ռուբիոն պիտի իր հետ տաներ պարտավորություն Միացյալ Նահանգների շուկան բացելու։ Ես մի դեպք ասեմ ուղղակի։ 2008 թվականին, երբ որ վրաց-ռուսական պատերազմն եղավ, ինչ առավելագույնը որ ստացավ Վրաստանը, դա $5 միլիարդ կոմպենսացիա էր այդ փախստականների համար տներ կառուցելու համար, եւ ուղղակի Միացյալ Նահանգները ասեց 1,200,000 շիշ գինի կարող ես արտահանել Միացյալ Նահանգները։ Եվ վերջ։ Եթե վերցնենք 1 շիշի արժեքը առավելագույնը $20, ամենաթանկ հա վրացական գինու արժեքով, դա մոտ մի $50 միլիոն գինի էր։ Ու վերջ, այսինքն սրանով իրենք իրենց պարտավորությունը համարեցին կատարված։ Թող գան տեսնենք այդ մարդիկ ուր են։ Թող գան հայ գյուղացուն, ես հիմա քաղաքական ընտրել եւ այլն, սա դնում ենք մի կողմ։ Թող գան հայ գյուղացուն տան պատասխան։ Եղբայր,
Ինչն ա եղել, այսինքն հայ գյուղացու հարցադրումները լսեն։ Այսօր մարդիկ ճանապարհներ են փակում, իրենց խնդրին լուծում են պահանջում խնդրի համար։ Եվ պատասխանատուները պետք է պլան B, պլան C ունենային իրանց մոտ, եթե հասկանում էին, չէ, որ իրավիճակը քանի գնում լարվում է եւ ինչ որ մի պահի մենք այս խնդրի առաջ ենք կանգնելու։ Հիմա ինչ է ստացվում։ Մեր բեռնատարները գտնվում են Լարսում եւ եթե նրանք չկարողանան անցնել, իսկ հայտարարության մեջ կարծեմ նշվում էր, որ մայիսի 30-ից դադարեցվում է Հայաստանից պտուղ բանջարեղենի արտանումը։ Այդ մարդիկ հետ պիտի գան։ Իսկ այդ պտուղ բանջարեղենը արդեն այդքան մնալով ճանապարհներին, բնականաբար իր եւ թարմությունն է կորցրել եւ մրցունակությունն է կորցրել։ Այդ մթերքը գալու են եւ ինչ անեմ, դի թափեն։ Իսկ այդ մարդիկ վարկեր ունեն, այդ մարդիկ ջերմոցներ ունեն, այդ մարդիկ ընտանիքներ են պահում, այդ մարդիկ աշխատողների աշխատավարձ են տալիս, խոսքը փոքր միջին ֆերմերային տնտեսությունների մասին է։ Ո՞վ է այդ մարդկանց կրած վնասները փոխհատուցելու։ Սրա մասին է պետք մտածել։ Հայտարարություններ անելուց առաջ։ Շնորհակալ եմ պարոն Բալասանյան, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։